Մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները իր վարչակազմությունը անվանել է բալանսավորման քաղաքականություն եւ բալանսավորող քաղաքականություն, ոչ միայն բալանսավորման, այլ բալանսավորող։ Ինչ ենք բալանսավորում։ Բալանսավորում ենք, որ հանկարծ ինչ որ մեր հարաբերությունները չբերեն այլ ուղղություններից ռիսկերի, բայց առաջին բառը բալանսավորմանն է, նշանակում է, որ մենք ունենք խախտված բալանս եւ ամեն ինչ անում ենք բերելու բալանսին։ Այդ երկու բառերը շատ ոչ պատահական են՝ բալանսավորման եւ բալանսավորող։ Հիմա բալանսավորման քաղաքականության դեպքում նկատելի է ընդհանրապես, գիտեք, եթե մենք մի հատառույցակ կազմենք, ովքեր են մեր դաշնակիցները, ես Հայաստանի Ռոզրոցի սեմինարին խորհրդանական 10 նպատակ էի առանձնացրել. Հայաստանի ժողովրդավարություն, Հայաստանի դիվերսիֆիկացում, արտաքին պաշտպանական տնտեսական քաղաքականությունների, ուրեմն եւ ռազմական, ռազմատեխնիկական, Հայաստան-Ադրբեջան, սահմանազատում եւ սահմանագծում առանձնացված որպես տրեք, Հայաստան-Թուրքիա, առանձնացված Հայաստան-Թուրքիա սահմանի բացում եւ այսպես շարունակ 10 նպատակ էի դրել, որոնք հետապնդում է քաղաքականություն։ Եվ գիտեք ինչն էր հետաքրքիր, այս 10 նպատակում բառացիորեն մեր դաշնակիցը Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, որոնք supportive էին, այսինքն աջակցող էին։ Եվ այս 10 նպատակներից 8-ում Ռուսաստանը հակառակորդ։ Դուք հասկանում եք, թե ինչ խայտառակ բան է։ Այսինքն մենք ունենք քաղաքականության 10 առանցքային նպատակներ, որոնցից 8-ի հարցում Ռուսաստանը դեմ է մեր քաղաքականության նպատակներին։ Հայ-թուրքական հարաբերությունների հələ հայ-թուրքականում գիտեք, այնտեղ հələ բաներ պայմանական է կամ մտահոգված է, եթե դուք աղյուսակը տեսնեք, շատ ուշագրավ, այսինքն իրանք դիապազոն մտահոգվածից մինչև դեմ, այսինքն կարան ինչ որ պայմանի, թե իրանք ձեռնտու լինի, եթե իրանք շահեն դրանից եւ այլն, բայց խոշոր առումով դեպի ուղղություն, դեպի դեմն է։ Հիմա ինչու եմ սա ասում, որովհետեւ այս ուղղությունների վրա պետք է փնտրել մեր դաշնակիցներին։ Իհարկե արևելքում նույնպես մենք ունենք դաշնակիցներ։ Իրանը համենայն դեպս ասաց, որ իդեմս ինձ դուք ունեք ոչ միայն հարևան, այլ նաև ընկեր։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, որքան Իրանը կարող է այդ ձեր ասած մենք պետք է ավելորդ հույսեր չկապենք, բայց նաև հասկանանք, թե ինչն է իրատեսական մեր հարաբերություններում։ Հնդկաստանը շատ ենք խոսում, չէ՞, իհարկե շատ բաց երկիր է, շատ լավ գործընկեր երկիր է, բայց էլի պետք է հասկանանք, էլի իրենք տեղյակ են, որ մենք այս հասկանանք, իսկ իրենք տեղյակ են, որ մենք իրենց հետ հա տեղյակ է, ես անձամբ այդ հարցը տվել եմ իրենց արտգործնախարարին, երբ Հնդկաստանում էի եւ ինքը ասեց ես Հայաստանի հարաբերությունների ամրապնդման մոլերանտ ջերմ երկրպագու եմ, բայց միևնույնն է, այնուամենայնիվ նրանց խաղն էլ ունի սպეციფիկաներ, բոլորի խաղը ունի սպეციფիկա, բոլորի քաղաքականություն, բայց այս առումով տեսանելիորեն մեր հիմնական դաշնակիցը դա արևմուտքն է, Միացյալ Նահանգներ եւ Եվրոպան, որովհետեւ այն 10 քաղաքական նպատակներ, որոնք այսօր Հայաստանը դրել է իր առաջ, 10 քաղաքական նպատակներում միակ երկրներն են, որոնք 10 կետով էլ ուղղակի supportive են, նրանցից որոշների դեպքում շատ ուժեղ աջակցող, որոշների դեպքում ուղղակի աջակցող։ Հետևաբար մեր հարաբերությունները այսպես պիտի զարգացվեն այս ուղղություններով, տեսանելիորեն դա շահերի վերությունն է, շատ տարական մի բան ուղղակի ցույց տալիս։ Հաջորդը հատուկ ասպեկտ մենք ունենք մեր բարեկամներին, մենք առայժմ երբ մեր քաղաքականության նայում մենք այսպես ուզում ենք բոլորի հետ լավ լինենք այդ վիճակներն, կենցաղային լեզվով ասած։ Դե մենք Մոսկվա, հետո Նյու Յորք, ընդ որում շատ տարօրինակ է։ Ես իհարկե հիացած չեմ ոչ Շանհայի գնալով, ոչ Մոսկվա գնալով, բայց եկեք հասկանանք, որ կտրուկ շարժումների Բանուս Իրադեղյանի այդ խոսքը ես քաղաքականություն եմ միշտ բերում, Հայաստանը փոքր արագությունների երկիր է, այսպես չենք կարա շատ կտրուկ շարժումներ։ Բայց ճիշտ ուղղությամբ պետք է գնաս, ուզում ես դանդաղ գնա, ուզում ես արագ գնա։ Վեկտորը ճիշտ է լինի, անխոս, դրանում գնալ եւ պատին
դանդաղ գնալ եւ մեր հնարավորությունները ճիշտ մեր լանդշաֆտի նման են, ինչ զարմանալի է, չի, ասենք լեռներեն բանը մեծ արագություններ չես կարող մեքենայով բայց լեռը չի խոչընդոտում, դու գիտես ոնց անցնես կամ Համաձայն եմ արահետը հիմա ճիշտ գտնես եթե մենք դեռևս չենք կարողացել լիքը ֆունդամենտալ խնդիրներ լուծել, եթե լիքը մայրաքաղաքներում ի վերջո եկեք հասկանանք ինչ որ մեկի հետ ընկերություն դա երկկողմ ճանապարհ է երկկողմանի երթևեկությունը հա մենք անդադ գնանք թակենք էնա Թուրքիան էլ է 50 տարի է թակում է Եվրոմիության դուռը ընդունել են իրան չեն ընդունել հիմա դրա համար եմ ասում այն մյուս մայրաքաղաքն էլ պիտի ինքը ասի ես ուզում եմ որ մենք ինքը գիտի որ հանդիկները չգիտեմ ինչքանով գիտեին կամ ինչ էին հասկանում այդ մերձեցման տակ բայց Եվրոմիության դեպքում նկատելի է որ մենք նոր հաջորդ քայլը պիտի կատարենք մեր հարաբերությունները բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակին մենք սպասում են կարծում եք Փաստաթուղթը պատրաստված է թե ինչու մինչև հիմա չի ստորագրվել ինձ պատճառները հայտնի չեն ասում են որ շատ տեխնիկական են որովհետև 27 երկիր պիտի առնվազն իր կառավարությունների մակարդակով հավանություն տա որպեսզի այս նոր ռազմավարական գործընկերության օրակարգը ստորագրվի եւ ես հուսամ որ մինչև հաջորդ տարվա գարունը այդ կունենանք այդ փաստաթուղթը որը արդեն մի level է որ մի սիգնալ է որ այո մենք ուզում ենք ավելին մոտենալ հիմա եւ որ դա էլ տեղի ունենա այդ դեպքում արդեն Վիզա լիբերալիզացիան է սկսվում Շենգենի վիզայի ազատականացումը, որը չափազանց առանցքային է։ Այստեղ էլ եթե մենք տեսնենք 27 երկիր մեր առաջ ճանապարհը բացեցին, ուրեմն նշանակում է այո, ընկերներ, մենք ուզում ենք ապրել նույն տարածության մեջ։ Այսպես կգրանք դրա համար քանի դեռ այս խնդիրները չկան, ինչ որ միտեղ հասկանալի են դառնում, ինչու են գնում շքերթների, մերթ Պեկին, մերթ բան ակնահաճո չէ, այս անգամ էլ ասեմ, ակնահաճո չէ ամենևին, բայց չգիտեմ, ես ուզում եմ խղճի առաջ բան մեջ չգործել, հա, անկախ դրանից ով է իշխանությանը, ես հասկանում եմ ինչ է կատարվում։ Ես երեք փորձել եմ շատ գրառումներ կարդամ, շատ մեկնաբանություններ կարդամ։ Ես չգիտեմ իհարկե նրանցից ամեն մեկը ինչ պատշաճությամբ շահադրում փաստերը հանուն արդարության, բայց քանի որ ինքս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ես չեմ հետևել Բերձավանի ընտրություններին ուղղակի քանի որ իմ ուշադրությունների ֆոկուսը ավելի արտաքին քաղաքականություն ես այդքան ժամանակ չունեմ համայնքների ընտրական կյանքով բայց ես չեմ մացել որ այդպիսի նախապատմություն կա որ 8 ամիս առաջ այդ համայնքում սպանվել է ուրեմն մի տղա որը եղել է այս մի սպանության մեջ կասկածվողի հարազատ եղբայրը ըստ որը սպանությունը եթե 8 ամիս առաջ տեղի ունեցել մեկ այլ եղբոր տարեդարձին այս մի սպանությունը տեղի ունեցել սպանվողի եղբոր տարեդարձին մամուլը գրում է որ համայնքապետը այդ ժամին գնացել էր նաև փորձել քանի որ եղբայրը տնային կալանքի տակ է եւ արգելված ատեսակցություններ ես ենթադրում քրեական ոստիկանի ուղեկցությունն էլ պատահական չի եղել որը նաև հանուն արդարության ինչ որ շատ մտահոգիչ բանի մասին է ասում որ փորձել է եղբորը երևի շնորհավորի կամ այցելի համենայնիվս թերթերից մեկը այդպես էր գրել որ ճիշտ ընտանիքը բացատրում է որ գնացել էր նոր շինարարության վերահսկելու տունը կառուցելուց եղել համայնքապետը, բայց ասում է դա եղել է իր եղբոր ծննդյան օրը եւ ուզեցել է ինքը շնորհավորի, ուղղակի չի հասցրել, որովհետեւ սպանել են արդեն իսկ նա նախորդ սպանությունն էլ տեղի ունեցել իրենց եղբոր ուրեմն սպանվողի եղբոր տարեդարձի օր, այսինքն անգամ սիմվոլիկաները եւ ես տեսա այդ տղային կասկածյալին ճիշտ նահած իսկապես իր աչքերում եւ դեմքի արտահայտությունում կար բավարարվածության զգացում, որ ես դա արեցի։ Դու եւ որ նայում էիր այդ խոշորացված պատկերը, սարսափում էիր իհարկե, որ ուղղակի ես իմ վրեժը լուծեցի։ Դու տեսնում, նա չէր փորձում լրատվամ ցանկացած այդ դեպքերում, եթե որևէ մեկ ուզում արդարանալ, օգտագործում է լրագրողը իր ոտքով եկել էր, չնայած անթույլատրելի էր, որ լրագրողին թույլ էին տվել խոզարկության վայրներ թափածել, բայց նա օգտագործել էր հնարավորությունը, ասել ես ազնիվ եմ, ես չեմ արել, ինչ շարով են տալիս եւ նա չարեց, ոչ մի բան չարեց։ Նա ոչ մի երկու հայտարարություն չարեց։ Իմ հարցը դա առանձին դեպք է, թե դա պետք է այնքանով որ կրիմինալ իրավիճակը անշուշտ գոնե արկա պատմությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք։ Իդեպ միտեղ կարդացի, որ ասում են, որ անգամ 8 ամիս առաջվա տեղի ունեցածը
Սա դեռևս ամբողջ պատմություն չի, դրանից առաջ էլի Այսինքն կարելի է կանխել, սա կանխատեսել եւ կանխել, հա։ Ես կարծում եմ, որ Եվ հետագան էլ պետք է կանխատեսել եւ կանխել, որովհետեւ եթե իհարկե հիմա այդ մարզի կարծեմ ոստիկանության պետն էր թե ով էր ազատվել էր, բայց կներեք էլի, ասենք 8 ամիս առաջ սպանությունը տեղի ունեցել։ Մարդը սпасել է արդարադատություն։ Ես բացարձակապես չեմ ուզում հերոսացնել եւ արդարացնել սպանության մեջ կասկածվողին, բայց 8 ամիս առաջ տեղի ունեցել սպանություն։ Եվ սպանությունով ձերբակալված մարդ չկա, կա ընդամենը մեկը, որ տնային կալանքի տակ է։ Դուք ինչ եք ուզում, մարդը ինչ եք ուզում եք այդ պատուհանը չբացվի ահաբեկչության կամ տերորի կամ վենդետայի։ Բացվելու է, որովհետեւ ես նայեցի հարցազրույցը ինչ որ հավատ տեսա 8 ամիս առաջվա տված հարցազրույց էր այս տղայի 8 ամիս առաջ նա խոսում էր որ այսպես կանի այնպես կանի նախաքննությունը քննչական մարմինը տեսնում ես հույս է ունեցել հետո հանկարծ պարզվում է հույսը կտրվել է արդարադատությունից հույսն է կտրվել այո արդարադատությունից հույսը կտրել է որ նա մտածել է որ համայնքի ղեկավարը այնքան ազդեցիկ է իդեպ տարբեր մարդկանց այդ թվում ընդդիմադիր գրառումով մարդկանց հա օրինակ ես Նայիրի Հողիկյանի էջից իմացա որ ասենք սպանվողի եղբայրը ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն է սպանվողը ինքը եղել է ոստիկանի ուղեկցության քրեական ոստիկանի հասկանում եք ինքն կասկածյալը մտածել է որ նա ունի այնքան ազդեցիկ կապեր որ կարողանում է իր եղբորը պահի արդարադատության Այսինքն այստեղ գալիս ենք հանգում ենք անվստահությանը արդարադատությանը դատարաններին եւ քննչականներին ասել սա ուղղակի կենցաղային միջադեպ է այնուամենայնիվ սպանվողը համայնքի ղեկավար է եւ նա ստացել է համայնքի զգալի հատվածի աջակցությունը ընդդիմադիր լինելու հանգամանքը չէ դա ինձ համար ակնհայտ է այդ հիմարությունները որոնք այդակղված հրապարակ նետեցին ընդդիմության կողմից իրականում նվեր էին Նիկոլ Փաշինյանին որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմա ասում է տեսեք մեղադրում եք որ կասկածյալը ԿՊ-ի թիմին է հարել Պարզվում է նա ԿՊ-ից դժգոհ է եղել, որովհետև պարզվել է ԿՊ-ի իշխանության օրոք, կարող է ինչ-որ համայնքի ընդդիմադիր ղեկավար, այնքան ազդեցության լծակներ ունենալ արդարադատության վրա, որ իր եղբորը պահի, այսինքն նվեր են տվել իրականում այս իշխանությանը բան անելուց, շատ այսպես լավ չափալախ տալու ընդդիմությանը։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Ի վերջո առաջիկայում ընտրություններ են եւ այս տրամադրությունները, այս տոհմական թշնամանքը, որը շարունակելու է բևեռացված պահել այդ համայնքը, կարող այո նաեւ շատ այլ բաներ ունենալ էխոներ եւ արձագանքներ ունենալ 6-7 ամիս 8 ամիս հետո որովհետեւ եւ ինձ առավել քան մտահոգում է որ այսօր 8 երեխաներ անհայրության մեջ են երկուսը այս կասկածյալինը 4-ը հանգուցյալ համայնքապետինը եւ երկուսը քրեական ոստիկանին դուք հասկանում եք եթե թողենք տոհմական թշնամանքով խնդիրները լուծվեն արդարադատությունը ուշանա արդարադատություն չլինի եթե այս ընտանիքներից տոհմերին հաշտեցման չեմ ասում բարիշացնելու բայց այդ վրեժի իրականացում հետագա վրեժի իրականացումից հետ պահելու քայլեր չարվեն իհարկե վտանգավոր բաներ լինելու են դրա համար ինձ համար կարևոր է այս ամեն ինչը եւ որ մենք ինչքան էլ ինքը քաղաքական պատճառներ չունի այսինքն նրան չեն սպանել որովհետեւ նա համայնքի ղեկավար էր այս ասպեկտը կարա կասկածյալի վարկածում լինի այն առումով որ Նա համայնքի ղեկավարը դրա համար էր կարողանում ազդել արդարադատության վրա եւ իմ եղբոր սպանության պատասխանատուն ընդհանրեն տնային կալանքի տակ եւ պատժված չի, հա, այս նրա վարկածի շրջանակներում կարա լինի համայնքի ղեկավարի իշխանություն լինելու հանգամանքը, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ի վերջո սա ոնց որ պատերազմն էր, այս միջադեպներն է ցույց տալիս թե ով է թերացել։ Բալավ այդ տարածքի ոստիկանները, պատասխանատու ոստիկանները ինչով են զբաղված եղել, եթե իրանք չեն նկատել թշնամանքի կամ դժգոհության կամ վարքագծի ռադիկալ աճը։ Երիտասարդը, ասենք, պատմում եմ, որ 8 ամիսա չի սափրվել, չի կտրել մազերը եւ այսինքն մարդու հետ ինչ որ բան է կատարվել։ Մարդուն այդ տրավմայից հանող, այդ վշտից, այդ ամեն ինչից հանող չի եղել։ Ասենք
հոգեբաններ կլինեն, չգիտեմ, բալավ ուր են այս ինստիտուտները, ասենք, էլի պետությունը այդ ամեն ինչ, այդ աչքը վերահսկող, կանխարգելող այդ ձեռքը ուր է պետության։ Սարմով այո, համայնքներում պետք է ուշադիր լինենք, որովհետև դրանք շատ սպეციფიկ կյանքով ապրող վայրեր են եւ օրգանիզմներ են եւ այստեղ ուղղակի թույլ տալ որպես ես ճշտամանք խորնակ ներեցեք սա որևէ մեկիս շահից չի բխում եւ ընդհանրապես պատասխանատվություն չկրի բռնության եղանակով կամ սպանության եղանակով խնդիր լուծողը սա նոնսենս կլինի սա նոնսենս կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ համար